Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովին դիմում է ներկայացրել հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ, ով ամիսներ առաջ հրապարակավ սպառնացել էր բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։ Իրանք այդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները։ Պապաներին պետք է անպայման ջարվի եւ գլխատվի։ Ոչ եմ անում բերեն գնել իրաց տեղը, Աստված մի արասել, որ բռնեցին, հաստատ իրանք բռնաբարվելու են։ Դա հենց վարքագծի, պատգամավորի վարքագծի եւ պաշտոնատարանձի վարքագծի ուրեմն հարիշ չէ։ Խորհրդարանի էթիկայի հանձնաժողովը 1 տարի առաջ կրկին ստիպված էր քննել մականունավոր պատգամավորի վարքագիծը, երբ վերջինս գազային պայմանագրի վավերացման ժամանակ արձագանքելով դրա դեմ բողոքող լրագրողներին հայտարարեց. «Էս կապիկներին էլ հանեք ստեղից»։ Այս միջադեպից հետո հանձնաժողովը փաստեց, որ իշխանական պատգամավորը խախտել է էթիկայի նորմերը։ Դա սակայն որևէ կերպ չփոխեց նրա վարքագիծը, ասում է նրա դեմ դիմում ներկայացրած լրագրողներից Սարգիս Խանդանյանը։ Էթիկայի նորմերի խախտումները ըստ լրագրողի կրկնվում են, քանի որ հանձնաժողովի որոշումներից հետո պատգամավորները որևէ պատասխանատվության չեն ենթարկվում։ Եվ այդ որոշումը նույնիսկ չի էլ կարդացվում լիագումար նիստի ժամանակ, այն ուղղակի տպված տեսքի տարբերակով բաժանվում է 31 պատգամավորի։ Ես վստահ չեմ, որ Առաքել Մովսիսյանը կարդացել է այդ որոշումը ու այդ որոշումը որևէ կերպ ազդել է նրա վարքի ու հետագա գործունեության վրա։ Էթիկայի հանձնաժողովի նախագահ հանրապետական Արփինե Հովհաննիսյանը մինչդեռ կարծում է, հանձնաժողովի ստեղծումից ի վեր խորհրդարանում որոշակի զսպվածության մթնոլորտ է ստեղծվել։ Հովհաննիսյանն ընդգծեց, աշխարհի որևէ երկրում էթիկայի հանձնաժողովը պատժիչ բնույթ չունի։ Արդյունավետության մասին մենք կարող ենք խոսել, նաև զսպվածության ընդհանուր մթնոլորտը տեսնելով, գլոբալ առումով գնահատելով որոշակի առումով զսպվածությունը առկա է թե ոչ։ Առկա է հիմա թե ոչ։ Ես կարծում եմ ստեղծման պահից ի վեր էթիկայի հանձնաժողովի որոշակի որոշումներ եղել են, որոնք նպաստել են զսպվածության մթնոլորտի աճին։ Անցած 3 տարիների ընթացքում ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը 27 դիմում է ստացել, սակայն խախտում գտել է ընդամենը 3-ի դեպքում։ Հավելենք, որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Առաքել Մովսիսյանի հայտարարությունների առնչությամբ նաև իրավապահներին էր դիմել։ Հատուկ քննչական ծառայությունը սակայն մերժել էր գործառույթել առանց հիմնավորում ներկայացնելու։ Այժմ պատրաստվում են դատարանում բողոքարկել այդ որոշումը։ Օրինակի համար, առաջինը եթե գլխատելու մասին հայտարարություն է կատարվում, ապա մենք ուզում ենք հասկանանք մարդը, որը նման հայտարարություն է կատարում, որ պատրաստ է եւ այն էլ հրապարակային, ըստ էության, սպառնալիք այլ մարդու կյանքին, դա իրապես ինքը գտնում հոգեկան ինչ-որ վիճակի մեջ այդ արտահայտությունը կատարելու ժամանակ։ Պետք է անպայման այդ փորձաքննությունները կատարեր, նշանակեր ուրեմն նախաքննության մարմինը, որի հիման վրա նոր եզրակացություն կազմեր։